եւ նաեւ հովանավորեց գողերին, իսկ գողերի մեջ առաքիվ մեկ գող այսօր Հայաստանի Հանրապետությունում դա Սերժ Սարգսյանն է, ուղղակի հովանավորյալի կարգավիճակում այսօր հանդես եկավ։ Հաջորդ անելիքները իհարկե դուք կտեղեկացվեք բոլոր քայլերի մասին։ Ես ինչպես երեք իմ հայտարարության մեջ հնչեցրեցի, դատարանը մերժելով մեր միջնորդությունները, համալրեց այն հանցագործների շարքերը, ովքեր փետրվարի 18-ին գողանում էին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քվեները։ Դուք կտեղեկանաք վաղ ժամը 5-ին Հայաստանի Հանրապետության Ազատության հրապարակում տեղի է ունենալու հանրահավաք եւ հանրահավաքի ժամանակ նաեւ կտեղեկացվեք մեր բոլոր քայլերի մասին։ Պարոն Մեջլիմյան, իսկ դուք ինչ կասեք դատարանի իրավական կողմի մասին, որ դուք չեք օգտվել ժամանակի Այդ մասով եք կխնդրեմ ես պատասխանը տրամադրել, որովհետև բազմիցս հնչեցվեցին այն փաստերը, որ թե իրավապահ մարմինները, թե կենտրոնական ընտրական հանձնաժողովը, թե տարածքային ընտրական հանձնաժողովները ուղղակի դրսևորել են բացարձակ անգործություն եւ բացարձակ անգործության դրսևորման պայմաններում խոսել որևիցե իրավական պաշտպանության մեխանիզմի մասին ուղղակի անհեթեթություն է։ Տվյալ պարագայում դատարանին միջնորդեցինք, որպիսի եթե դատարանը կաշկանդված չէր հովանավորում գողին, Սերժ Սարգսյանին, ապա թող բերեին 1988 պարկերը այստեղ, շատ հանգիստ կարող էին 2 օրվա ընթացքում բացել բոլոր պարկերի պարունակությունը եւ պարզել, թե ինչ է տեղի ունեցել, իսկ տեղի է ունեցել ուղղակի գողություն, Սերժ Սարգսյանը գողացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քվեները։ Ուրեմն մեր վստահված անձինք, այո, պահել են ձայները եւ պահել են ձայները, որոնք կազմել են 540,000 ձայն եւ հենց այդ ձայների շնորհիվ էլ այսօր մենք արձանագրել ենք այդպիսի տվյալներ եւ խոսել այն համատարած բռնությունների կեղծարարության մասին եւ խոսել միայն մեկ ընտրատարածքի մասով, այն էլ մեր կողմից ներկայացրած այս դատարանին, որ կուղարկենք դատախազություն, սա եւս մեկ անգամ մատնանշում է, որ իրավապահ մարմինները եւ ընդհանրապես կազմակերպիչները այս ամբողջ գործընթացի ուղղակի բացարձակ դրսևորել են անգործություն։ Ինչու է մենակ մի հատ հատուկացիկ եղել, տենց է չեք պատասխանել։ Ինչու է միայն մի հատ մեկ։ Ուրեմն այդ ես ասեցի, որ համատարած անգործության դեպքում, երբ եղել են բազմաթիվ բողոքներ, բազմաթիվ ահազանգներ, բազմաթիվ դիմումներ, այդ բոլոր դիմումներին ընթացք չի տրվել։ Այսօր այստեղ մենակ մի դիմումին ասեցին, որ մենք ուղարկենք դատախազություն։ Արդեն ասեցի։ Մի քանի հանգամանքի անդրադառնամ, նախ ինչ վերաբերում է պատշաճ վերահսկողությանը, այնտեղ որտեղ հնարավոր եղավ վերահսկողություն իրականացնել հանձնաժողովների անդամների կամ վստահված անձանց միջոցով, այդտեղ ընտրությունների արդյունքները մոտ 50% էր մասնակցությունը եւ հիմնական մեծամասնությամբ այդտեղ Ռաֆի Հովհաննիսյանն է շահել ձայները։ Այնտեղ որտեղ հնարավոր չի եղել, այդտեղ մյուս տեխնացուն մեծարգո Սերժ Սարգսյանը 80-90-100% է հավաքել 80-90-100% մասնակցության պայմաններում։ Սա մեկ։ Ինչ վերաբերում է սահմանադրական դատարանի որոշմանը, մենք խնդրել էինք, որպեսզի ըստ էության անդրադառնան եւ ոչ թե մեխանիկական ձևով։ Դա չարեցին, սակայն մեխանիկական անդրադառնալու պայմաններում մենք մի կարևոր հանգամանքի էինք անդրադարձել վարչական դատարանի որոշումը, որին վերջում իրենք էլ անդրադարձան։ Բայց մի մասով այդ որոշման մեջ հստակ նշված է, որ Սերժ Սարգսյանը հանրապետության նախագահի նախկին թեկնածու է։ Օրենքի ուժով մինչև այս պահը պետք է համարվեին թեկնածուներ, նախագահի թեկնածուներ։ Սակայն այդ վճռով, այդ որոշմամբ արդեն գնահատական տրվել էր որպես նախկին թեկնածու։ Ես մտածում էի այս հարցին ինչպես պետք է գնահատական տա սահմանադրական դատարանը, որովհետև դա ընդունելու դեպքում մեր դիմումը պետք է բավարարվեր։ Ընդհանրապես շրջանցեցին, այդ մասին ընդհանրապես չխոսեցին։ Սա է, եւ եթե նման մեխանիկական գնահատականներ է տրվել սահմանադրական դատարանի կողմից, ապա նշեմ, որ այդ որոշումը պետք է հրապարակվեր մինչև ժամը 18-ը, այն հրապարակվեց եւ ավարտվեց հրապարակումը 18:35, որքանով է իրավազոր
զուտ մեխանիկական տեսանկյունից առայժմ այսքան եմ կողմից։ Նա Եկեք ստե։